Բարի երեկո ձեզ լավ հետևորդներ ջան։ Ուրեմն ասեմ ժողովուրդ, Էլենս նորից դաշնամուրի էր, այսօր ուրբաթ օր, Էլենը դաշնամուր ուներ, որոշեցի Էլենիս հետ գնացինք Արարատ, Էլենը գնաց դաշնամուրի, ես էլ Արարատից տանջարերն եմ գնել, ինչ եմ վերցրել ժողովուրդ, կարտոֆիլ, թազա կարտոֆիլ եմ վերցրել, բայց չի էլ էժանանում, ասեմ լավ է գին ունի, ուղղակի մանր չկար, որ վերցնեի ժարի տանի, խոշորա, բայց լավ կարտոֆիլ է, առողջ կարտոֆիլ է։ Վարունգ եմ վերցրել, պամիդոր եմ վերցրել, պամիդորը լավն է երևում, տեսքից լավն է, կարմիր է, դեռ չգիտեմ, կկտրեմ կերևա, միջը հետ է, թե հետ չի։ Եվ ծիծակ եմ վերցրել, ուրեմն այսպեսի ծիծակներ կար, կիլոն 2000 դրամ, ժողովուրդ ջան, 2000 դրամ, սենց մանր ծիծակներ էր։ Մի քանի այսպես վերցրեցի կիլոյով ու կանաչ լոբի եմ վերցրել, ձվով տապակեմ, որոշել եմ հեսա մի հատ կոֆե պատրաստեմ, կոֆե խմեմ, մի 5 րոպե հանգստանամ ու լոբի երևի ձվով պատրաստեմ, չել են ճանք ուտես ձվով։ Մի հատ հարսնեմ տենանել եմ սկուտի, այստեղ ուրեմն շորերը, նասկիները, ժողովուրդ, տեսեք ինչ եմ ցույց տալու, ուրեմն սա Էլենիս համար եմ առել, մայկա է, ինքը տագի մայկա է, այսինքն այն ուղղակի ցույց եմ տալու որակը, այնքան լավն է ու թևերը, որ շատ լավն է, ասենց բարակ թելեր չի, տրիկացին ոնց որ լինի։ Սա հենց հատուկ տագի մայկա, չնայած կարա սովորական ամառային մայկա էլ օգտագործի, որպես ամառային բլուզկով, բայց դե զարմացա, որ գրած էր շապիկ, կանացի շապիկ, պլեջ շապիկ, այդպես է կոչվում, այսինքն տակի, բլուզկայի տակի շապիկ, հա։ Այստեղ էլ նասկիները մեկ է շատ գեղեցիկ, Էլենիս ուրեմն առել եմ շատ գեղեցիկ բլուզկա, ժողովուրդ ջան, սպիտակ գույնի, տարազով, հա։ Շատ դուր եկավ, էդ էլ վերցրեցինք, հիմա հագել է Էլենս, ճիշտն ասած հենց այնտեղ խանութում հագավ, գնաց երաշտականի, իմ աղջիկը մարոժնին կերավ, հիմա իրա բլուզկին կեղտոտել է, հիմա պետք է հանեմ, լվանամ, բայց ուզում եմ մի հատ սենց ցույց տամ, Էլեն ֆրա տեսեք, այդ տարազով շորերը ինքան շատ եմ սիրում, որ շորի վրա, որ տարազա, մեր հայկական տարազներից նկարած է լինում, նախշ կլինի, այդպես տարազով աղջիկներ կան գլխարկով, ես շատ եմ սիրում, ժողովուրդ, սփռոց կլինի, չգիտեմ, ինչ ասեմ, տարազով, ամեն ինչը այնքան եմ սիրում, այդ բլուզկը շատ լավն է, ուրեմն այդ բլուզկայի համ սև տեսակը, սև գույնը կար, սպիտակը կար, ես որոշեցի, որ սպիտակը վերցնեմ, սպիտակն էլ Էլենիս ասեց, հիմա Էլենս մի պասին ֆրա, ես նկարեմ այդ հետևի տարազը դուք տեսնեք, ժողովուրդ ջան։ Նայ, հեսա բլուզկեն հարգել հետևորդներ ջան, հենց այս նկարը շատ եմ սիրում, ուրեմն ասացի, չէ, այս բլուզկաների համ սև գույնը կար, համ սպիտակը, դե Էլենը նախընտրեց սպիտակը, դե հակառակ կողմից չեմ նկարում, որովհետև իմ աղջիկը շոկոլադ է, այսպես կսե։ Հիմա այս նկարից մի փոքր հատվածել, այն դեմի մասնը ժողովուրդ ջան, այսպես, սա էլ բլուզկան, ու որակը այնքան լավն է, այնքան լավ ձիգ կտոր է, շնորհավոր իմ աղջիկ։ Կոֆեն էլ Արարատում հենց աղալ ենք տվել խանութից, սուրճի թեյի խանութ կա, այնտեղ շատ լավն է, շատ։ Այ մոռանում եմ ժողովուրդ ջան, որ մի հատ մկրատ վերցնեմ ինձի, խոհանոցային մկրատ, ցած ասեմ, հացի մկրատ, սիպա մկրատ է, որ ես օգտագործում եմ, հեսա հենց հիմա վերցնեմ ու շպրտեմ, որ աչքս չտենա, որ նորը առնեմ, սի չտենամ, եստեղ վաղ, ես ինչ անուշ բուրում այս կոֆեն, աղում ես, կիսակ իմ աղջկան, հոգնած եկելա, հոգնած ենքան դաս ունի, ենքան դաս ժողովուրդ քնություններն ամոտենում, երաշտականի դաշնամուրի քնություններն ա, թառը նորից պետք է գնա, էջմիածինում նվագի, ժողովուրդ ջան,
չգիտեմ, այսպես խառը, Էլենս խառնվել է իրար, չգիտի որտից սկսի, որտից փչացնի։ Միլենայի ստեղներ եմ ումա, հիմա Միլենաս է ստեղներ, այս կոֆեն ինքս սարքել, տատիկներ սրան կտեղավոր էր։ Վերցրեք, իսատեք, եսի կող, եսի Էլենիս սունքեն տանեմ դենեմ իրա սեյնակը, ես արդեն անցա իմ գործին, իմ այգու, նայք բազուկն է, կարմիր և սպիտակ բազուկ, այսքան եղավ ժողովուրդի մոդնում լավ լվանա, այս էլ առանձին տապակ է, ասենք խոսող ջրի տակ լավ մաքրվի, այսի ուրեմ ժողովուրդ անցած տարվա ցանած բազուկա, այս տարի վերել է, բայց այս տարի չեմ ցանել, բազուկը արդեն մաքուր է, մնում է խաշեմ, ջուր եմ դրել արդեն կատոջախին, ժողովրդյան, այս է լոբին է, տափակ լոբի է, ես որոշեցի, որ պատրաստեմ ձվով, բայց երկու փոշմանեցի, պատրաստում եմ կարտոֆիլով, որովհետև կարտոֆիլով շատ եմ սիրում, հիմա մաքրեմ սա էլ, որ տապակ եմ։ Լոբին էլ արդեն մաքրեցի, պատրաստ է ժողովուրդ ջան, հիմա սա է մի հատ լավ լվանա, ջուրս արդեն եռում է, գնամ գազօջախի մոտ, որ բազուկը լցնեմ ջրի մեջ։ Լոբիները պատրաստ, լվացել եմ, կարտոֆիլն եմ պատրաստ, ուրեմն կարտոֆիլը կտրում եմ այսպես երկար, հարգելիներս։ Հիմա լոբին մի փոքր կտապակեմ, հետո տապակելուց հետո կավելացնեմ կարտոֆիլը, կարտոֆիլն ու լոբին հավասար իրար հետ կտապակեմ, կլցնեմ աղ և մեկ բաժակ ջուր ժողովուրդ ջան, և համատեղ երկուսն էլ կերվի։ Մի հատ է ծաղիկները ցույց տամ, ուրեմն հարգելի հետևորդներ ջան, գիտեմ, որ սիրում եք դուք էլ տնային ծաղիկներ, սեյնակային ծաղիկներ, այսպես ասեմ։ Տեսեք, կոկոմա տվե, փոքր կոկոմա տվե, ուզում է բացվի գլաքսինյան։ Այս մեկը նույնպես, նայեք, փոքրիկ նորից կոկոմա տվե, սրանք է նոր դուրս են եկել։ Եվ մանուշակը ցույց տամ։ Մանուշակի ծաղիկները, տեսեք, կոկոմները լավ բացվել է, ավելի շատացել են ծաղիկները։ Այստեղ էլ կոկոմներ կան։ Իմ սիրուններն են, իմ պուպուշներն են։ Ուրեմն ասեմ, որ այսպես ծաղիկներից հետ խոսում էի ջրելուց, թողնիկներս ծիծաղում էին, Արամիկս ասում էր, տատի, էդի մեզի ասա է, ասմա ծաղիկներին մի ասա, ասեմ արևս, իրանք էլ ձեր նման են, ձեր նման փոքր են, ասեմ, դրա համար է տատին սիրում, ասմա զարմանում եմ, որ տատին ծաղիկների հետ խոսում է,
թորնիկներս նամանավան Արամիկս զարմացել էր ու լավ ծիծաղում էր ին վրա։ Տեսեք, ինչքան սիրուն է, ժողովուրդ, ինչքան սիրուն է։ Սա էլ միջանցքում էր դրած, բերեցի դրեցի լուսամուտին, ասես այստեղ արև կողմա, ավելի լավ էստեղ աչք ունենա։ Այս էլ իմ ծաղիկները։ Այս ծաղիկն էլ ձեզ ծանոթ կլինի, անցած տարի լավ ծաղկել էր, երկար ժամանակ էր, 3 ամիս էր, ուրեմն ասեմ հարգելիներս ծաղիկը վրեն էր։ Այս տարի դեռ չի ծաղկել, բայց ինքը թարմ է, հույս ունեմ, որ նորից կծաղկի։ Այս մեկը դրել եմ այստեղ։ Նա պետք է տանեմ մի հատ լվանա։ Տեսեք, այստեղ նորից կողքը տվել է, պետք է հանեմ, նորից մի հատ ամանի մեջ դնեմ։ Այս էլ ես, ինչպես միշտ մենակ եմ նկարում, հարգելի հետևորդներ ջան, էլ ինչ ոստանը չի, նկարում եմ մենակ։ Թափող ծաղիկներն են սրանք, ձեզ ծանոթ։ Սա էլ ձեր կապրիսն է, տեսեք, արդեն ծաղիկները թոռոմել է, ժողովուրդ ջան, պետք է պոկեմ այս ծաղիկները չթողնեմ վրան։ Այսպես հիմա ուզում եմ գնամ խոհանոց, տեսնեմ ինչա կատարվում այնտեղ։ Հանճարը դարձավ այդքա ժողովուրդ նայեք, բայց համով է շատ, դե նախապես աղ եմ լցրել ջրի մեջ, հենց սենց ուտես, սենց ավելի համով է։ Սա ընդհատվակել բարակով, ու այսպես եմ թողել, ոչ մի բան չեմ ավելացնում, ոչ տոմատ, ոչ կարմիր պղպեղ, ժողովուրդ ջան։ Այսպես ինձ համով կարող եք դուք փորձել այս տարբերակով։ Թողնենք մի քիչ լավ պապակի, նոր կավելացնի ջան։ Այսպես նորմալական
Ամենա լցնենք լոկու վրա։ Հիմա մի հատ էլ խառնում եմ, ջուրը լցրել է։ Վերջել չեմ խառնի, միջով պատրաստ լինելու։ Իրանց ածկենք, թող էփի։ Լոբին պատրաստ է, ուրեմն հավելնել ես այսպես մոմչին լցնեմ և անջատեմ։ Այսօր էլ այսքանը, և բոլորիդ էլ ասեմ ամենալավն ու բարին ձեզ, ցտեսություն բոլորիդ։